Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Դուք գիտեք, որ Elroom-ը տեղեկատվական ու մոտիվացիոն հարթակ է on-line տիրույթում, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք մենք փորձում լուծել շատ տարբեր ասպարեզների, շատ հետաքրքիր ու տարբերվող մարդկանց ներկայացնելու։ Առաջին հերթին ներկայացնելիս առաջին հերթին տեղեկատվություն տալ, որ խնդրի դեպքում ուր եւ ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը շատ կարևոր է, որը երևի մենք ավելի ենք կարևորում, ինչպես գտնել մարդկանց, որոնք իրենց տեսակով կլինեն նաեւ մոտիվացնող։ Գիտեք, մասնագիտություններ կան, որոնց դեպքում իրականում սա ավելի բարդ է։ Մենք հաճախ ենք անդրադառնում, որովհետև մարդկանց խնդիրները, որոնք կարող են իրենց թևաթափ անել, շատ դեպքերում վերջին հարցումները 1-2 տարվա պարզել են, որ ավելի շատ կապվում են իրավական համակարգի հետ։ Այստեղ բնականաբար դժվար է գտնել լուծման ուղին ինքնուրույն եւ հենց սա է պատճառը, որ տարիներ ու տասնամյակներ շարունակ ամբողջ աշխարհում իրենց ամենավստահելի մարդկանց շարքում մարդիկ միշտ ունեցել են փաստաբանների, որովհետև իրավական ասպարեզում մեծ կամ փոքր խնդիրը կարող է քեզ միանգամից այնպես անել, որպեսզի չնկատես օրվա գույնը։ Եվ դուք գիտեք, որ մենք տարբեր քաղաքներում փորձում ենք գտնել միայն մեկ մասնագետ, մեկ փաստաբան, ով ոչ միայն իր պրոֆեսիոնալիզմով շատ բարձր պրոֆեսիոնալիզմով է առանձնանում, այլև մյուս շատ կարևոր առանձնահատկություն ունի, շատ վստահելի է իր մարզի, իր քաղաքի բնակիչների համար։ Հոգեբանները պնդում են, որ փաստաբանի համար սա շատ կարևոր է, որովհետև ինչքան էլ բարձր լինի պրոֆեսիոնալիզմը, միևնույնն է, եթե իր տեսակով այդ մարդուն անվերապահ չեմ վստահում, այստեղ իրականում դժվար է։ Լինում են դեպքեր, երբ մենք մեզ համար իրականում բացահայտում ենք անում, որ փաստաբանին, ում հետ այսօր պատիվ ունենք զրուցելու մարզում, ոչ միայն քաղաքում, այլ մարզում, ամբողջ Կոտայքի մարզում եւ իհարկե ոչ միայն շատ լավ ճանաչում ու վստահում էին, սա մենք կարողացանք պարզել մեր փոքրիկ Արցախույզի միջոցով։ Սակայն որ մենք հնարավորություն կունենանք զրուցելու մի փաստաբանի հետ, ով իր գործունեության ընթացքում տարբեր ասպարեզներով կարողացել է իրականում նախադեպեր ստեղծել եւ ստանդարտ ընդունված օրենքների մեկնաբանությունների բոլորովին նոր մեկնաբանություններ կիրառության մեջ դնել, սա իրականում բացահայտում էր մեզ համար, սա հաղթանակ է իհարկե մասնագետի համար, բայց նաեւ հրաշալի հնարավորություն հասկանալու, որ իրական պրոֆեսիոնալի հետ գործ ունենալու եւ միևնույն ժամանակ ստեղծագործող մարդու տեսակի գործ ունենալու դեպքում իսկապես խնդիրները հեշտ լուծելի են, համենայն դեպս միշտ հնարավոր է գտնել շատ կարևոր մի պատասխան, ինչ որ բան հնարավոր է անել եւ աշխարհում ոչինչ սարսափելի չէ։ Այս պահին ես ուզում եմ Elroom-ում մեծ սիրով նաեւ ձեր անունից ողջունել Լիպարիտ Սահակյան, փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան, Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սահակյանին, շատ ուրախ եմ, պարոն Սահակյան, որ առիթ ունենք հանդիպելու։ Ձեր գրասենյակը Լիպարիտ Սահակյան գտնվում է Նորհաճն քաղաքում։ Դուք հիմնականում գործունեություն, այսինքն ձեզ այսպես բոլոր հարցերով անընդհատ դիմում են Նորհաճնի, բնականաբար Կոտայքի մարզի բնակիչները, բայց աշխարհագրությունը Հայաստանն է ու Հայաստանից դուրս։ Այո, այո։ Ինձ դիմում են ոչ միայն Կոտայքի մարզում, այլև դիմում են Երևանից, Արարատի մարզից, Գեղարքունիքի մարզից, տարբեր մարզերից դիմում են նաև արտերկրից, Ֆրանսիայից, Լեհաստանից։ Բոլորին փորձում եմ օգնել, փորձում եմ ճիշտ ճանապարհը ցույց տալ, որպեսզի սխալներ չանեն, այնպես լինի, որպեսզի իրենց իրավունքը իրենք կարողանան պաշտպանել։ Համաձայն եք, որ փաստաբանի մեր ժամանակներում իրավական ոլորտը այն ոլորտն է, որտեղ խնդիրների մեծ կամ փոքր խնդիրների դեպքում մարդը կարծես այսպես էլ չի կարողանում, քանի որ մենք տրամաբանությամբ եւ այլն չենք կարողանում ելքերը գտնել, թևաթափ անող ամենաոլորտն է, եթե չունես վստահելի փաստաբան։ Այսպես ասեմ, ամեն դեպքում իրավական ոլորտը, անավանդ որ մենք բնակվում ենք 21-րդ դարում, ասենք 21-րդ դարում, այսպես ասեմ, էլի մենք պետք է այդ իրավագիտակցության մակարդակն այնպես բարձր լինի, որպեսզի կարողանանք մենք մեր իրավունքները իրացնենք այնպես, որպեսզի հետագայում խնդիրներ չունենանք։ Բնականաբար այդ իրավունքների դաշտը շատ մեծ է։ Իսկ անձին որպես այդպեսին, ասենք, իրավագիտակցության մակարդակը բարձր լինելու համար, դա արդեն պետք է դիմի փաստաբանի, պետք է դիմի իրավաբանի, որպեսզի
յուրաքանչյուր պարագայում այն պահից սկսած երբ իր իրավունքը արդեն ինքը հասկանում որ իր իրավունքը խախտվել է, պետք է այդ պահից դիմի։ Եթե ինքը ուշացնում է, բնականաբար նաև ուշացնում է իրավական առումով ժամկետները, որը հետագայում վերականգնել շատ դեպքերում հնարավոր է, շատ դեպքերում ոչ։ Ոչ։ Այո, շնորհակալ եմ, պարոն Սահակյան, մենք կանդրադառնանք քիչ հետո մասնագիտական ուղղություններին, քաղաքացիական, քրեական, ընդ որում այստեղ տվյալները, հա, երբ այսպես թվերը բացում ես, այստեղ իսկապես մեծ 90 եւ ավելի տոկոս քաղաքացիական փաստորեն գործերով հաղթած գործերի թղթապանակները շատ են ձեր։ Այո, շատ են։ Հաղթած գործերի թղթապանակները շատ են, եղել են գործեր, որ պայմանական ասենք որ ասենք sense բառացի ասեմ կրվել եմ ասենք իմ սրտով չի եղել, բայց դա ամեն դեպքում փորձել եմ որպեսզի այն խախտված իրավունքը, որը որ խախտվել է տվյալ անձի, փորձել եմ ներկայացնել, որպեսզի դատարանը ասենք ըստից բավարարի։ Առկա են գործեր, որոնք առաջին ացանում ես չեմ եղել, դիմել են նույնիսկ ժամկետների խախտումով եւ այլ, բայց այն որ ասենք 90 կամ 95%-ով իմ մեջ որ չեմ կարողացել, ասենք հասկացել եմ որ չեմ կարող այդ գործը իր ավարտին հասցնել, բացատրել եմ իմ վստահորդին, ասել եմ որ այսպես չեմ ցանկանում, իմ վստահորդը ուղղակի խնդրել է, ասել է գիտես ինչ կա, ես քեզ վճարում եմ, դու բողոքարկի։ Հետո այնպես է ստացվել, որ վերաքննիչ դատարանում երկու նմանատիպ գործ ունեմ, ժամկետների խախտումները, որ այդ երկու գործերն էլ կրել եմ։ Այսպես ասեմ, այսինքն իրավունքի խախտումը, որը որ եղել է առաջին ատյանի դատարանի կողմից, բնականաբար բարձր ձայնել են, վերլուծություն եմ կատարել, վերաքննիչ դատարանը դիտել է եւ բավարարել են վերաքննիչ բողոքը։ Պարոն Սահակյան, քրեական գործերին մենք դեռ կանդրադառնանք, որովհետեւ քիչ փաստաբաններ են, որոնք այսպես խորությամբ զբաղվում են հենց քրեական գործերով։ Դուք այս ոլորտը արդեն մեր նախնական զրույցից հասկացա, որ շատ սիրում եք եւ այստեղ այս դաշտը դժվարությունները այստեղ շատ են, հա, հաղթելու հնարավորությունները բնականաբար համեմատած եթե դա ենք, այսինքն կանխատեսելիությունը ավելի փոքր է։ Դուք սիրում եք առհասարակ պայքարի մեջ մտնել։ Այո, միանշանակ, պետք է պայքարես, որպեսզի հասնես արդյունքի։ Յուրաքանչյուր անձի կյանքում դա ասենք արդյունքն է։ Այդ արդյունքը ասենք հետագայում քո համար ասենք ոնց ասեմ, ասենք ոնց որ քեզ կյանք է տալի, որպեսզի ավելի առողջ ապրես, ավելի լավ ապրես։ Ամեն դեպքում պետք է պայքարես, կապ չունի, լինես դիմացի դաշտում, այսինքն դիմացի դաշտում դա այսպես ասեմ, տուժողի ներկայացուցիչ, հա, ներկայացուցիչ որպես այդպեսին, ինչպես նաև մյուս դաշտում որպես մեղադրյալի պաշտպան, պետք է կռիվ տաս, դա է։ Բայց կռիվ տալը այսպես է, ասենք բարձր գոռալ եւ այլ նմանատիպ անպագորգոր բաներ ես չեմ սիրում, փորձում եմ ավելի խոսալ վերաբերելի, թույլատրելի եւ ապացույցները ներկայացնել, այդ ապացույցների շուրջ խոսել։ Իսկ որպես այդպես վերացական խոսել, ես այդպես բաներ չեմ սիրում, շատ դեպքերում կարճ է իմ յուրաքանչյուր այդ խոսակցությունը, որ դատական նիստերի ընթացքում խոսում եմ, փորձում եմ հղում անել այն բոլոր ապացույցներին, որը որ կան, որը որ չկան, ես կյանքում ես այդ ապացույցներին հղում չեմ անում։ Քրեական գործը ինքը ստեղծագործական գործ է, շատ ստեղծագործական, այո։ Քրեական գործը որ ասենք ինչ որ մի հատ անձ ինչ որ արարք է կատարում, դա ոնց որ պայմանական ասենք գրողը նստում է ինչ որ պատմություն է գրում, հա, դե բնականաբար այդ պատմությունը ինչ որ ծաղիկից է սկսում, այսինքն ինչ որ մի հատ X օրինակից է սկսում, նույնը քրեականն է, այսինքն կա արարքը, այսինքն արարքի շուրջ արդեն պետք է դու կառուցես, որպեսզի հասկանաս իր հնարավոր ճանապարհները որն են, որպեսզի կարողանաս այդ անձին ինչ որ ձևով օգնել։ Իսկ փաստորեն, պարոն Սահակյան, եթե գանք սկզբից, դուք 2007 թվականին եք արդեն ձեր մասնագիտությունը իրավաբան կրթությունը, հա, սովորել եք 2007-ից իրավաբան եք, բայց 2008-ից 9 թվերի մասին դուք այսպես շատ ընդգծված խոսեցիք, ըստ էության Սևանի կայազորում քննչական բաժնում եք աշխատել, քննիչ է եղել, հա, մասնագիտությանը տիրապետելուց հետո ձեր առաջին ոլորտը իրավական։ Այո, ես քննիչ եմ եղել 2008-ից 2009 թվականներին, սկզբից եղել է Սևանի կայազորի քննչական բաժին, այնուհետև եղել է 5-րդ կայազորային քննչական բաժին։ Այսպես ասեմ, ամեն դեպքում այն քրեաիրավական ոլորտը, որը որ դու տեսնում ես ուսումնասիրում ես, պայմանական մի հատ փոքրիկ օրինակ վերցնեմ, ասենք անձը փախնում, ասենք զորամասից, չէ՞, բնականաբար ասում ես ինչու ես փախել, ասում
Դե փախել եմ, ասենք մամաս, պապաս եւ այլն, այդպես բան չկա զորամասում։ Պետք է կարող որպես մասնագետ, որպես քննիչ, որպես իրավաբան պետքա փորձես հասկանաս այն խնդիրը, ինչ խնդրի հիման վրա այդ անձը փախել է զորամասում։ Ու այդպես ես հիմնական իմ գործերում երկու գործեր են եղել, որոնք որ այսպես ասեմ ինքը ավելի մեծացել է այդ գործերը եւ այդ գործերով եղել են եւ ծեծ զինվորի նկատմամբ եւ եղել են ասենք կաշառք այդ զինվորի հետ կապված, որ ասենք ինչ որ X կաշառք են վերցրել, որ այդ անձին ինչ որ արցակուրդ թողեն եւ այլ տարբեր գործեր եղել են։ Նույնիսկ կապված այնպիսի գործեր հետ, որոնք որ ոստիկանության մարմինները նյութերը մերժած են եղել, այնուհետև ես կրկին անգամ որ նյութերը տվել են ինձ, նույն էլի փախուստի մասով, ես փորձել եմ հասկանալ ոչ թե միայն այս փախուստի հետ կապված ինչու է ինքը փախել զորամասից, զորամասի ինքնակամ թողել, այլ նախկինը, որը որ նյութերը մերժած է եղել, այսինքն երկու դեպքով էլ մի հատ հանգամանք է եղել, տվյալ զինծառայողին ոչ թե զինծառայողին, այլ զինծառայողներին երկու։ Այսպես ասեմ, խոշտանգել են եւ այլ նման իր զինծառայակից ընկերները, ես որ ասում եմ արդեն իսկ քրեական գործ եմ հարուցել այդ հոդվածներով եւ այդ գործը միջև ավարտ տարել եմ։ Պարոն Սահակյան, փաստորեն քննչական որպես քննիչ ձեր գործունեության մասին խոսում եք, այստեղ էլ զուգահեռ բաներ կարելի է տանել։ Ըստ էության դուք որպես փաստաբան եւ փաստաբանների դպրոց ընդունվել եք 2017-ին, այսինքն բավական այդտեղ ընդմիջում է եղել։ Դուք կարելի ասել, որ իրավաբանության մեջ ինչ-որ առումով նաև ուսումնասիրել եք ու գտել են ճյուղը, որտեղ այդ ձեր այդ ստեղծագործական ամբողջ այդ միտքը կարելի է իրականում ներդնել եւ կարելի է դա վայելել, որտեղ եթե հաղթում ես, եթե կարողանում ես այն հիմնական կետերը գտնել փաստաբանի աշխատանքում, սա վայելելու մի բան է։ Գիտեք ինչ կա, հետարքի մի բան ասեցիք, այո, 2009 թվականին որից դուրս եմ եկել, բնականաբար ես փորձել եմ գտնեմ այն սխալները, որը ասենք քննիչ ժամանակ ես արել եմ։ Այսպես ասեմ, մարդը պիտի հոգեբանությամբ կամ նա լինի։ Ես հոգեբանությամբ այսպես եմ եղել, փորձել եմ երեխաներին օգնել, այսինքն զինծառայողներին, ովքեր գնացել են, որպեսզի 2 տարի ծառայեն եւ հետ վերադառնան Իրաստան։ Իմ հոգեբանությունն այդպես է եղել։ Եթե ես իրանց նկատմամբ քրեական գործ չեմ հարուցել, փորձել եմ անդադ այդ նյութերը մերժեմ, դա արդեն այդ հոգեբանությունը ինձ տանում է դարձնում արդեն փաստաբան, որովհետև արդեն դու քեզ պատկերացնում ես դիմացի դաշտը, որովհետև այս դաշտում դու չես կարող, որովհետև այս դաշտը այնպեսին ասենք ինքը քննչական մարմինները, որ ինքը պետական սեկտոր է։ Իմիջիալոց ասեմ մի հատ փոքրիկ հղում անեմ Ջահանգիրյանը մի անգամ մի հատ ճիշտ խոսք ասեց հաղորդավարին, ասեց հաղորդավարը հարց տվեց, ասեց դուք անդադ ոնց որ մեղադրում եք։ Որին ասեց դե բնականաբար ես 25 տարի աշխատել եմ մեղադրող։ Չեմ կարող։ Հիմա ես չեմ եղել մեղադրող, այսպես ասեմ, հոգեբանորեն։ Դրա համար այս մյուս դաշտը ինձ համար ավելի ինքը լայն է, շատ լայն ու ես կարողացել եմ այդ լայն դաշտում գտնել իմ տեղը։ Ես փորձում եմ այնպես անել, որպեսզի իմ աշխատանքի համար, այդ ստեղծագործ աշխատանքի համար հետաքրքրություն լինի, անդադ ոլորտից ոլորտ փոխել, կամ ասենք դեպքից դեպք փոխել, ու ինքը անդադար դու քո մեջ ինչ-որ բան ես բացահայտում։ Պարոն Սահակյան, ըստ էության դուք հոգեբանորեն յուրաքանչյուր խնդրի մոտենում եք հոգեբանորեն։ Սա մի բան է, որ մարդու մեջ ձևավորվում է դեռ մանկության տարիներին, հա, որ այսինքն շատ դեպքերում լինում է, որ փաստաբանները կամ հետո այս մասնագիտությանը նման, հա, ընտրում են այն փոքր ժամանակ միշտ թույլին պաշտպանել են, օրինակ, ասենք դպրոցում դա կարող է լինել կամ ինչ որ մի անարդարության դեպքում ընդվզել են, չեն գնացել այն մարդկանց հետևից, ովքեր որ շատ ավելի հետ ավելի անվտանգ է, այլ փորձել են արդարացի որոշում կայացնել։ Եղել է ձեր մեջ, հա, այսպիսի բաներ նկատել եք կամ որ այստեղից եկող։ Նկատել եմ, այլ եղել է նման բաներ։ Ահա։ Ունեցել եմ մեկ ընկեր, ում մինչև 8-րդ դասարան իմ հետ կարելի ասած բարձրացրել եմ իր տեղը քննություն տալով, նույնիսկ ասենք կյանքի բերումով ամեն ձև փորձել եմ օգնել, ոչ միայն իրեն եմ օգնել, այլ դպրոցում շատ երեխաների, ասիկի իմ դասարանի շատ երեխաների, ես լավ եմ սովորել ամեն դեպքում, փորձել եմ թույլերին, ովքեր որ չեն կարողանում, չեն հասցնում, փորձել եմ օգնել իրենց։ Երևի կյանքը այդ փոքրուց բերել է, սարսրել է, որ
ամբողջ կյանքում պետք է փորձեմ օգնել բոլորին։ Սիրելի հետևորդներ, դուք երախսահամարը հասցեն պարբերաբար տեսնում եք, իհարկե Նորհաճնի Կոտայքի մարզի, բնակիչների հետ կապված այստեղ որևէ խնդիր չկա, բոլորը շատ լավ եւ գիտեն եւ ծանոթ են։ Մյուս կողմից բոլոր նրանք Հայաստանի ցանկացած անկյունում, Հայաստանից դուրս, ովքեր որ մեծ ու կարևոր, այսպես ստեղծագործական առումով, հատկապես քրեական գործերի հետ է, քրեական գործերի մասին է խոսքը, այստեղ որ եւ պրոֆեսիոնալիզմը եւ իր տեսակով, բոլոր իրավիճակները բոլոր կողմերից տեսնող փաստաբանի կարիք են ունենում, բնականաբար գիտեն Լիպարիտ Սահակյանի մասին եւ ես կարծում եմ, որ թող որ խնդիրները չլինեն, իրավական, այսքան պրոբլեմային, բայց այդպես չի լինում, թող որ դրանք լինեն միայն դրական ինչ-որ բաներ ձեռք բերելու հետ կապված, միևնույնն է, մենք փաստաբանի ծառայությունների կարիքը միշտ ունենք եւ միշտ շատ կարեւոր է, երբ ունես վստահելի մարդ, ով եւ պրոֆեսիոնալ է եւ նաեւ կարողանում է հոգեբանորեն հասկանալ, որովհետեւ ինչքան էլ պրոֆեսիոնալ լինի, փաստաբանությունը մի մասնագիտություն է, որ ինչպես ասում են, այդ կոնտակտը պիտի լինի, փոխվստահությունը, եթե չլինի, արդյունք չի կարող լինել։ Շնորհակալ եմ շատ, պարոն Սահակյան, ես ուզում եմ սկզբից գանք փաստորեն, դուք այսպես ձեզ ներկայացրիք, սա էլ է արդեն շատ բան ասում, հին արծվաշենցի եք արմատներով։ Այո։ Ահա, ծնվել եք փաստորեն։ Ես ծնվել եմ հորական կողմից հին արծվաշենից ենք մենք, իսկ մորական կողմով Կիրովաբադից ենք։ 80 թվականից ապրում ենք Նորհաճն քաղաքում։ Ես ասում առաջին իմ քայլերը կատարել եմ Նորհաճնում։ Որոշակի բնավորության այսպես կամային գծեր կամ որ որպես կանոն մենք այսպես ասոցիացնում ենք արծվաշենցիներին բնորոշ, այդպես կամային, ինչև վերջ գնալու, միշտ ուղիղ կանգնելու, կա այդ գեների մեջ այդ զգացել եք կամ ասել են, ձեզ առիթ ունեցել են ասելու։ Ինձ ասել են, ասենք ես օրական կողմով արծվաշենցի եմ, բնականաբար ինչ որ դուք ասացիք, դա բոլորը կան իմ մեջ, այսինքն դա նույնիսկ ասենք դատական գործերի ժամանակ այդ բնորոշվում, ասենք ընդգծվում է, որ ես կռիվ եմ տալի, բնականաբար արծվաշենցիքել են այդպեսին, ուղղակի այս առիթը օգտագործեմ, ասենք իրենք այսօր չունեն այդ գյուղը, բայց արծվաշենը մոտ 150 տարի, 160 տարի այնտեղ հայեր են ապրել ու միայն հայեր են ապրել, այնտեղ ոչ մի հատ ադրբեջանցի չի ապրել։ Ու այսպես ասեմ, իրանք այն կռվող տեսակն են ձեր ասած։ Կուր ամրոցի նման, անունի նման էր։ Այո։ Շնորհակալ եմ, պարոն Սահակյան, ուզում եմ մի քիչ անդրադառնանք ուղղություններին, ըստ էության քրեական, քաղաքացիական, վարչականը նշեցիք ավելի քիչ, նեղ մասնագիտական։ Ինչ է նշանակում նեղ մասնագիտական։ Այս վարչականը եւ քաղաքացիականը իրենք հստակ են, շատ հստակ են, կարողանում ես, այսինքն եթե դու կարդում ես օրենքը, այսինքն օրենսդիրը բառացի տառած ինչ ասել է, եթե հստակ զուգադիպում է այն իրավիճակին, ինչը որ պետք է օրինակ իօքոդ քո վստահորդի լինի, բնականաբար նման գործերը վերցնում եմ եւ այսպես ասեմ, իմ ներքին համոզում եմ, որովհետեւ ես ոչ մի վստահորդի չեմ ասում, գիտեք ինչ կա, ես այս գործը վերցնում եմ, այս գործը կրելու եմ, սա եմ անելու, նա եմ անելու։ Ես նմանատիպ բաներ չեմ ասում իմ վստահորդներին, փորձում եմ ինձ համար այդ հաղթանակը ինձ համար դարձնել եւ դրա հետ մեկտեղ նաեւ իր հաղթանակը դարձնել։ Այդ իսկ պատճառով, այսպես ասեմ, քաղաքացիականի վարչականի մասով նեղ մասնագիտական եմ նշել, որովհետեւ բոլոր գործերով չեմ զբաղվում։ Չէ, ահա։ Բայց խորհրդատվություն բոլորին բոլոր գործերով տալիս եք։ Ես գիտեմ, որ այդտեղ, այսինքն հենց այդ օրինակ Նորհաճնում, այստեղ խնդիր չի լինում, եթե մենք մոտ երկար փորձում ենք մեկը մյուսին զանգով, բոլորը կարծես այսպես ընտանիքի պես կարող են ձեզ դիմել, ինչ որ հարցեր տան։ Ով դիմում է, բնականաբար օգնում եմ։ Օգնել ասել անհատույց, ասենք մարդիկ դիմում են, ասում են այս խնդիր ունեմ, դե հիմնականում խնդիրները ջարանության հետ կապված, սեփականության հետ կապված, ասենք ինչ որ վարչական հետ կապված, որ ասենք ինչ որ խախտում են կատարել, ասում են վճարենք, չվճարենք եւ այլն, ես փորձում եմ տես կարճ կոնկրետ իրենց օգնել եւ այսպես ասա, արդյունքը կա։ Օրինակ եղել են նոր ովքեր որ դիմել են, հետագայում մոտեցել են ինձ, ասել են, գիտեք ինչ կա, ձեր ասած ձևով արել եմ հերթականությունը, ես ասել եմ նրան, այն ինչը որ պետքա դուք անեք, ես ասած բնականաբար ասել եմ, ես շատ ուրախ եմ, ասենք հա ինչ կապ ունի, ասենք գումար չաշխատելն էլ, ասենք
Ես խորհրդատվության մասով գումար չեմ աշխատում, փորձում եմ օգնել, կապ չունի, նոր հաճնում կլինի, քաղաքում կլինի։ Այո, որովհետև զանգովել ասենք ինչ որ մեկը իրավական առումով խնդիր ունի, ինչ որ մեկը բարձր ձայնով sense ամպագորգոր կռիվ անում, մի պահ ասում եմ, ֆրայնզն է, երբ նայում եմ, ես իրեն բացատրում եմ, կամա զայնով բացատրում եմ, հասկանում եմ, այսինքն այդ կռիվը այդ պահին վերջանում է։ Այսինքն փորձում եմ նույնիսկ այն անձին, որ իմ կարիքը չունի, սակայն ես փորձում եմ կողքից իրեն էլ օգնել։ Պարոն Սահակյան, իսկ ինչ վերաբերում է քրեական, դուք նշեցիք քրեական գործերը, այս ոլորտը շատ ավելի նախ երկար է տևում, դժվար, երկար ուսումնասիրություն, բայց զրույցի ընթացքում էլ ասացիք, որ ես ավելի քրեականի մասնագետ եմ, այսինքն այստեղ կարծես ինչպես ասում են, դուք ձեզ շատ ավելի ձեր ափսեի մեջ եք զգում։ Եվ այստեղ ունեք նաև այնպիսի որոշումներ արդեն կայացված, որոնք ըստ էության նախադեպեր են։ Նախ երկու արդարացում, որը քրեականի դեպքում բավական քիչ հանդիպող մի բան է, երկու տարբեր ատյաններում արդարացման դեպքեր եւ նույնիսկ զրույցի ժամանակ նշեցիք, որ նախնական փուլում կարճված գործ ունեք։ Սրանք բոլորը ըստ էության քրեական ուղղության դեպքում շատ քիչ հանդիպող բաներ են, հա։ Այո։ Պրակտիկան այնպեսին է, որ կարելի ասած 95%-ով 90-ից 95%-ով լինում է մեղադրական դատավճիռներ, շատ հազվադեպ են հանդիպում արդարացումները, այսպես ասեմ, կապված, մի քիչ իրավագիտակցության հետ կապված է դա էլի, ասենք արդարացում ասվածը որպես այդպեսին անձի արարքը, ասենք, օրինակ իրավապահ համակարգի կողմից ինչ որ, ասենք, այլ ձևով է դիտված եղել, այսինքն ինքը մտել է դատարան եւ դատարանում այդ ամեն ինչ է, որ օբյեկտիվ բազմակողմանի լրիվ այդ քննությունը կատարվել է եւ որի արդյունքում պարզվել է, որ այս անձը, ասենք, մեղավոր չի։ Պետք է դու կարողանաս դատարանին համոզել, ու ոչ միայն դատարանին, այլ նաեւ դատախազությանը համոզել, որ քո պաշտպանյալը օրինակ անմեղ է։ Իսկ դա, որ ասում եմ, մեծ ջանքեր են խլում փաստաբաններից, ովքեր եւս ունեն բազմաթիվ արդարացումներ։ Արդարացում որպես այդպեսին, այսպես ասեմ, արդարացում կա ամբողջական, որ իրեն արդարացնում են եւ կա ինչ-որ X հոդվածի մասով, որ իրեն արդարացնում են, այս հոդվածի մասով արդարացնում են, այս հոդվածը մնում է։ Այսպես ասեմ, պետք է գոնե մենք փաստաբաններս այնպես աշխատենք, որ որևէ մեկի իրավունքը չխախտվի։ Որևէ մեկը ասենք գոնե որ պատիժ կրելուց ինքը հասկանա ինչի համար է այդ պատիժը կրում։ Պարոն Սահակյան, ես գիտեմ, որ նաև մի գործ ունեք, դրա մասին նախնական զրույցի ժամանակ նաև Լեհաստանում, հա, ինչպես է հնարավոր նախ ինչպես են ձեզ գտել եւ Լեհաստանում փաստորեն ծանր քրեական նաև այս գործով։ Այդ գործը հետ կապված այսպեսի մի հատ բան ասեմ 2010 թվականին բնականաբար այդ տղայի հետ մենք ընկերություն ենք արել, այնուհետև ինչ որ Լեհաստանում բնականաբար ասենք հայ համայնքի կողմից ինքը ճանաչված անձ է եղել եւ այդ անձինք եղել են երկուսը ինքը եւ մի հատ հարուստ ինչ որ տղա է եղել փորձել են այդ երկուսին միանգամից Լեհաստանում ինչ որ այսպես ասեմ բառ ասեմ որպեսզի ճիշտ ընչի ոչնչացնել բառից բուն իմաստով սկզբից փորձել են ոչնչացնել իմ ընկերոջը այդ հարուստի ձեռքով, այնուհետև հակառակն են արել եւ իմ ընկերոջ նկատմամբ մեղադրական դատավճիռ կա, ցմահազատազրկում են տվել այդ տղային, սակայն այդ ամբողջ այդ գործընթացը իրեն կազմակերպել են հայի ձեռքով, հայն է իր դեմ այդ ցուցմունքները եւ այլն, այդ հայը հիմա 2 տարի առաջ արդեն եկել էր Հայաստանի Հանրապետություն եւ ես այդ տղային գտա իրեն նկարահանել եմ, այսինքն այն ինչ են արել են իրավապահ մարմինները Լեհաստանի Հանրապետությունը իր նկատմամբ, ասենք իրեն ասել են որ կնոջը երեխաների եւ այլ բոլորին կնստացնենք, եթե մեր ուզած ձևով ցուսմունք չտաս, բնականաբար այդ տեսահոլովակը ես կազմակերպել եմ եւ ուղարկել եմ Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, որպեսզի վերանայեն ընկերոջս գործը։ Ես փորձում եմ ստեղից այնտեղ իրեն օգնել։ Կամ այն դեպքում դուք այսպես շատ հիացմունքով եք խոսում, բայց շատ ծանր մտավոր աշխատանք է։ Ինչպես եք կարողանում լիցքաթափվել ու լիցքավորվել։ Այսպես ասեմ, կարելի ասած որ 24 ժամ փաստաբանությամբ ենք զբաղվում, բնականաբար եթե փաստաբանները յուրաքանչյուր փաստաբանն ասենք 30-ից 40 գործ, դու ամբողջ օրը 30-40 վստահորդ ես մտովի, փորձում ես որ գործը ոնց անես, որպեսզի շատ կարճ ճանապարհով փորձես հասնես արդյունքի։ Ինձ համար այսպես ասեմ, ազատ ժամանակ ունենում ենք, ասենք բնականաբար երեխաներիս հետ, իմ երեխաներն էլ են
ասենք երազանցիկ են, մանավանդ մեծս, որ ասենք որ սկսում են խոսալ արագ, այն որ դուք ասում եք լիսկա թափել եւ այլ, դա ինձ հերիք է, որպեսզի երեխաները ինձ փորձեն լիսկա թափել։ Եմ չարաճճի փոքրիկ աղջիկ ունեմ։ Ինքն էլ անընդհատ, այո։ Ինձ այն որ ասում է լիսկա թափում է, որ ասում է մատիցած բռնում է, անընդհատ տանում է, ասենք պապա արի, ու տանում մանտալի նորից բերում։ Այդպես փորձում եք այդ ձև լիսկավորվել։ Կուզենաք որ ձեր երեխաները ձեր ուղղությամբ շարունակեն։ Ես շատ եմ ցանկանում, ճիշտն ասած միշնեկս այդ հիմա այդ որ իրեն հարցն է, բնականաբար ինքը ուզում է իրավաբան դառնալ։ Մեծս դեռ չի ընտրել, սակայն ես եմ այսպես որոշել ենթադրյալ, նա այդ դպրոց, այնուհետև ամերիկյան համալսարան դեռ արդեն ինքը կորոշի, չէ, ինքը այսպես ասեմ, բանաստեղծություններ է գրում, պատմություններ է գրում, շատ լավ դպրոցում սովորում է, ու իր նվերը հիմնականում եթե ասում է պապա ինձ համար նվեր առ, ասում եմ մի հատ գիրք առ։ Հիմնականում կինս է զբաղվում երեխաների ուսումով։ Այո, երեխաների, այո, ամենամեծ հաղթանակը այսպիսի երբ նշեցիք, որ իր ամենասիրելի նվերը գիրքն է, հենց սա Պարոն Սահակյան, ներողություն, բայց դա մոր դաստիարակության ուղիղ արդյունքն է լինում։ Ես այդ ընդունում եմ, ամենտեղ ասում եմ։ Շնորհակալ եմ, ինձ շատ հաճելի էր իրականում։ Ես ուզում եմ, որ շատ լինեն, միշտ նշում ենք, շատ թող լինեն հաղթող գործերը ձեր, հա, այդ թղթապանակները հաղթանակած գործերի։ Իհարկե սա էլ եմ մաղթում, բայց ես կարծում եմ, որ նաև ինչքան շատ լինեն այսպես մտածող եւ այս ասպարեզում այսքան ստեղծագործող փաստաբաններ, այնքան ձեր նշած նաև իրավագիտակցության հետ կապված մենք խնդիրներ քիչ կունենանք։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ, բնականաբար այո, ճիշտ եք ասում։ Ինչքան շատ դիմեն, գումար հետ կապված են, ասենք քաղաքացիները ներվում, բայց այսպես ասեմ, եթե իրենք ինչ-որ X գումար տալիս են փաստաբանին, իրենք ավելի կրկնապատիկ կամ քառապատիկ ավել շահում են, եթե դիմեն բնականաբար այսօր մենք չենք ունենա այդ խնդիրը, ու այսօր փաստաբանների քանակը անդադ աճում է, իսկ դա շատ լավ է, որովհետև արդեն իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կլինի պաշտպանված։ Պաշտպանված, այո, սա շատ մեծ եւ նաեւ հնարավորություն կունենա ամեն մարդ, ինչպես ասում են, իր գործով զբաղվի։ Շատ լավ խոսք է, ասում են հաց դուր հաստուխի մի հատ էլ ավելի դուր։ Այո, համաձայն եմ։ Սիրելի հետևորդներ, հեռախոսահամարը դուք տեսնում եք իրավիճակները, որում մենք կարող ենք հայտնվել, իսկապես երբեք հնարավոր չի ասել, որ երբեք դա մեզ հետ չի պատահի, բայց մի բան ակնհայտ է, միշտ կարևոր է, որպեսզի մենք ունենանք այնպիսի պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք նաև մեզ համար կարող են դառնալ վստահելի, հա, մոտիվացնող մեզ, որոնց հետ իրականում դժվարությունները դառնան հաղթահարելի։ Այս պահին ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ուզում եմ, որ իրականում շատ բարդ իրավիճակներում երբևէ չհայտնվեք, բայց մի բան ակնհայտ է, այսօրվա մեր զրույցից հետո կարելի է հասկանալ, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում կան մարդիկ, ովքեր կարող են կանգնել քո կողքին եւ ասել, որ միշտ հնարավոր է ու երբեք չի կարելի թևաթափ լինել։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։